Թվեր, փաստեր և ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Հայաստանը 138-րդ տեղում է 180 երկրի շարքում։ Խոսքը թափոնների կառավարման արդյունավետության ցուցանիշի մասին է, որտեղ Հայաստանի այս հորիզոնականը մեղմ ասած նախանձելի չէ։ Դրական տեղաշարժ չունենք նաև տնտեսական ցուցանիշներում 2025-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 61%-ով, արտահանումը 67.7%, իսկ ներմուծումը նվազել է 55.2%-ով։ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.5%։ Փոխարենն անշեղորեն աճում է Հայաստանի ներքին պարտքը 2025-ի հունվարի վերջի դրությամբ ներքին պետական պարտքն ավելացել է 337.7 միլիարդ դրամով, կազմելով 2.57 տրիլիոն դրամ կամ 6.45 միլիարդ դոլար։ 2024-ի չորրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն աճել են 4.8%-ով, նախորդ եռամսյակի համեմատ 1.6%-ով։ Իդեպ 2025-ի հունվարին Երևանում բնակարանների գրանցված առքովաճառքի գործարքները կազմել են 506 միավոր։ Ամենաշատ բնակարանները գնվել են Երևանի կենտրոն համայնքում 218 միավոր, ամենաքիչը Ավանում 2 միավոր։ Եվ վերջում միասնական սոցիալական ծառայությունն է ներկայացրել Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2025-ի հունվար-փետրվար ամիսների դրությամբ։ Հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 55.500 մարդ, որից աշխատանքի է տեղավորվել 1342-ը։